Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է։ Ինչի կարող է հանգեցնել սա, արդյոք կարող է իրենք վիճակել վեհապարի տնօրինությունը կամ ԳՀԽ որևէ որոշում։ Ճիշտն ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Նպատակը որն է ձեզ քննչական կոմիտեն հրավիրել են, հոգևորականներին հետապնդելը։ Չեմ կարող ասել։ Ենթադրել շատ բան կարող եմ ենթադրել, բայց ինչի համար են կանչել, մինչև հիմա ես չհասկացա։ Իսկ այս քայլերը ընդհանրապես ինչու են իրականացվում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լռեցնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճողովի մասով ինչ կարող եք ասել։ Այս պատերը մեկնաբանել օրենս դրա հետ է կապված։ Գա ժամանակը կիմանամ, չգիտեմ, հիմա բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանվել է Սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ կարգալուծության հետ կապված մի հարց կա, տեսակետ, որ եպիսկոպոսատ ժողովը պիտի վճռեր այդ հարցը եւ ոչ թե հոգեվոր խորհրդի քննարկման թեմա դառնար կամ վեհապարի միանձնյա որոշման, այդպիսի տեսակետ կա։ Հիմա տեսակետները ինչ տեսակի մարդիկ, ովքեր ինչից չեն հասկանում, խոսում են։ Մայրաթորը, Ներից եք հոգեվորականներն են ասում, ոչ թե ով ինչից ասում։ Մայրաթորը որևէ մի հակականոնական քայլ չի կատարել։ Ինչ մասն է։ Եպիսկոպոսի կարգալուծության գործընթացը։ Կարգալուծություն մայրաթոր ասելով նկատի ունենք Գերագույն հոգևոր խորհուրդը եւ վեհապար Հայրապետը։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականոնական, թող մեկ փաստակ բերեն։ Փաստակ են բերին, որ վերջին եպիսկոպոսները, որոնք կարգալուծ են հռչակվել, եպիսկոպոսական ժողովով կամ եպիսկոպոսների գրավոր համաձայնությամբ Իրենք ստում են։ Դա միայն վեհապարի տնօրինությունը։ Չէ, վեհապարի տնօրինությունը, Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել վեհապար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքեր կան, որոնք հրապարակվել են նաև։ Հովնան Սրբազան, աննախադեպ է դա, կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի եւ վեհապարի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ Սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Այս քայլերը վախեցնում են ձերբելի հոգևորականներին։ Ընդհանրապես։ Ես տրամադրություն։ Ընդհակառակը ավելի են իրենք մարտական տրամադրված։ Մարտականը չակերտների մեջ։ Հովնան Սրբազան, ձեզ համար հասկանալի է, ձեզ ինչու են ներգրավել այս գործին որպես մեղադրյալ, որտեղ դուք կարգալուծության եւ թեմի առաջին։ Ես հենց սկզբից ասեցի, մինչեւ այս պահը չգիտեմ ինչի համար։ Ես